Թեև հեռվից մռավը խիստ սրածայր է երևում, բայց նրա գագաթը բոլորովին տափարակ է և բավական ընդարձակ։ Այն Հայաստանի Արցախյան նահանգի ամենաբարձր և սահմանաբաժան լեռներից է։ Մռավի գագաթը բարձրանալը հեշտ չէ։ Դեպի Բերդաբլուր տանող ճանապարհը երկու դժվարին ու վտանգավոր կածան ունի։ Արևելքից Գյուլիստանի, իսկ արևմուտքից Ջրաբերդի կողմից։ Իսկ գագաթի եզրերով ահագին վեմեր են շարված, պարսպի պես մարդկանց անկումից պաշտպանելու համար։ Այդ հարթ գագաթին մինչ օրս պահպանվել են ճգնարաններ։ Դրանք կառուցված են այնպիսի ահռելի քարերից, որ ըստ ավանդության դա միայն հսկաների գործ կարող է համարվել։ Այդ ճգնարանների մեջ միայն մեկ մարդ կարող է տեղավորվել։ Այս տարածքը հայոց հնագույն ուխտատեղիներից է, որտեղ կան նաև ճգնավորների գերեզմաններ։ Գագաթի հարթակի վրա կա մի սպիտակ, փոքր խաչքար։ Դրա տակ, ըստ ժողովրդական հավատալիքի, հանգչում է Սուրբ նահատակը։ Սրբավայր գագաթը գտնվում է 3343 մետր բարձրության վրա։ Արևելյան մուտքի մոտ կա մի թոնրաչափ սառցատուն, որտեղ անգամ ամենաշոգ ամռանը զովացնող ջուրն ու սառույցը երբեք չեն պակասում։ Իսկ գագաթից բացվող տեսարանն ուղղակի անբացատրելի է։ Պարզ եղանակին այստեղից երևում են Արցախի դաշտերն ու լեռները, Կասպից ծովը, հարավում Սավալան սարը և անգամ Կովկասյան լեռնաշղթայի հսկաները, Շահդաղն ու Կազբեկը։ Ամբողջ աշխարհն ասես փռված լինի քո ոտքերի տակ։